Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մի քանի բառով ուզում եմ կիսվել ձեզ հետ երեկվա իրադարձություններով, որոնք տեղի ունեցան Հանրապետության հրապարակում։ Գիտեք, համառորեն մի քանի հոգի մտածում են, որ ձեզ կարող են խաբել։ Մտածում են, որ եկեք սուտ խոսենք, եւ այս մարդիկ, որոնց նրանք անվանում են միամիտ, խեղճ ու կրակ մարդիկ, արհամարական հայացքով էլ նայում են, մտածում են, որ դուք միամիտ եք ու ինչ ասեն կհավատաք։ Էլի կրկնում են 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին թեզը, խաբում են։ Իրեք, ես մտածում եմ, որ իրենք համ խաբում են, համ էլ այնքան վախկոտ են, որ իրոք վախում են։ Կարող է, գիտեք, եթե մի մարդ իր տղաներին ազատում է զինված ուժերում ծառայելուց, ինքը վախկոտի մեկն է։ Հաստատ իր տղաներն էլ են վախկոտի մեկը։ Նրանք խուսափել են ծառայությունից։ Հիմա ձեզ ասում են, վայ, բա դուք էլ վախեցեք, դուք վախեցողը չեք։ Ձեզ ուզում են խաբեն, ասում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը դատարկվում է, էլի են խաբում։ Ձեզ խաբում են, ասում են, մենք ձեզ համար 300,000 աշխատատեղ կստեղծենք։ Այս ստեղծող եք, ստեղծեիք, ասում եք միլիարդատեր եք, ոչ թե մոլի վարձակալներից հսկայական գումարներ կվերցնեիք կամ այլ պայմաններ կդնեիք, կգայիք տաշիր պիցցաներ կբացեիք եւ փոքր բիզնեսին կհարվածեիք։ Դուք այն տեսակն եք, որ Մոսկվայից մեծավարի Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էիք անում դադարեցնել պատերազմը, այդքան ինքնավստահ էիք, որ դուք Հայաստանի հետ կապ չունեք։ Հիմա եկել այս մարդկանց հերիք չխաբում է, դեռ ստիպում եք, որ Հայաստանի քարտեզը պատռեն։ Այդ Հայաստանի քարտեզը պատռելու համար դուք դեռ պատասխան եք տալու։ Այն էլ ինչ պատասխան եք տալու։ Դուք խաբեփայության համար եք պատասխան տալու, այն որ դուք գիտեք, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, բայց ասում եք հաջորդ վարչապետը նա է։ Այդ ամեն ինչի համար դուք ձեր պատասխանը հունիսի 7-ին ստանալու եք։ Եվ ամենակարևորը, այդ որ թափով Ռուսաստանից գալիս եք, որ քվեարկեք ու հետո էլ ասում եք մեզ հետաքրքիր չի, թե մեր քվեարկությունից հետո Հայաստանում ինչ կլինի, դուք էլ եք պատասխան տալու, բոլորդ եք պատասխան տալու։ Հենց այնպես ոչինչ չի լինում։ Այս երկիրը սուրբ եւ հին երկիր է։ Այստեղ միմոսություն անել չի կարելի, կպատժվեք։ Լավ եղեք, առողջ եղեք, ուժեղ եղեք եւ հունիսի 7-ին մեկ անգամ եւս տեր կանգնենք մեր անկախությանն ու մեր պետությանը։ Լավ եղեք։